դուք նաև ակտիվ կուսակցության նիստերին եք մասնակցում, Փաշինյանի եթե մարզեր նրա հետ ակտիվիստներ շրջում եք, այլ հետաքրքիր է։ Այդ որտեղ եմ ակտիվ շրջել։ Բավականին ակտիվ ԿՊ-ի նիստերին մասնակցում։ Այո, իհարկե։ Գյումրի այդ մարզերը գնում է, օրինակ հետաքրքիր է, որպես կուսակցական հարցը դուրս է առողջապահության ոլորտից։ Մենակ ինչպես է վերաբերվում, երբ որ ազգային ժողովի նիստերի ժամանակ հրապարակավ Նիկոլ Փաշինյանը ոչ կոռեկտ, իհարկե չեմ ցանկանա կրկնել, դիմադիրներին վիրավորում, հայտնվում, փոխավում է դա ձեզ համար օրինակ որպես թիմի անդամ, ոչ եք համարում։ Շատ հետաքրքիր է, որ դուք տենց հարցը շատ այսպես բան եք հստակ եք տալիս եւ օրինակ չեք տալիս ընդհանուր առմամբ ինչպես եք վերաբերվում սուր արտահայտումներին կամ հայհոյանքներին, ընդհանուր կամ բռնությանը։ Տեսեք, ընդհանուր առմամբ դե պատասխանեմ։ Ընդհանուր առմամբ ես հայհոյանքներին շատ վատ եմ վերաբերվում, բռնությանը շատ վատ եմ վերաբերվում եւ կարծում եմ, որ ցանկացած իրավիճակում պետք է հնարավորինս ուրեմն մնանք հայհոյանքից եւ բռնությունից դուրս, այսքանը։ Այդ ձեր ողերին բարեկամ իսկի հեռավոր բարեկամ Արսեն Թորոսյանը երեք հայհոյում էր ամբիոնից, որտեղ շատ պատկերավոր էր հայհոյում։ Այդ դու դրան ոնց եք վերաբերվում։ Ես արդեն ասեցի, ես ցանկացած հայհոյանքին վատ եմ վերաբերում։ Նիստերի ժամանակ էլ են հայհոյանք։ Ես հրապարակավ դա ասեցի։ Ասեք օրինակ Արսեն Թորոսյանը որ մի հայհոյի Ես որևէ մեկին դաստիարակելու բան չունեմ եւ ես նորից կրկնում եմ եւ արդեն հրապարակային ասեցի ցանկացած տիպի հայհոյանքին ես վատ եմ վերաբերվում։ ԿՊ-ի փակնիստերի ժամանակ էլ են նման հայհոյանքներ Թույլ տվեք ուղղակի չանդրադառնալ ձեր հարցին, որովհետեւ նման հարց անտեղիներ ոչ։ Պատասխանեցի։ Աշխատանքից ազատել եք թուրքաբանության ազգային կենտրոնի նախնական Մանուկյանին, ով դատարանով վերականգնեց աշխատանքը, սակայն հիմա նա տնօրեն է։ Դատարանով հաղթեց եւ չվերականգնվեց աշխատանքի։ Որքան գումար եք վճարել հարկադիր պարագիծին։ Ուրեմն եթե դատարանով հաղթեր, ուրեմն եւ ըստ ձեր մեկնաբանությամբ նշանակման պարտադիրություն լիներ եւ դատարանը վերջնականապես դա հաստատեր, մենք չէինք կարող դատարան։ Դուք այդ կառույցը Թուրքաբանության ազգային կենտրոնում միացրել եք մեկ այլ կառույցի։ Չենք միացրել։ Որպես իրավահաջող նա չէր կարող։ Մենք որևէ բան դեռ որևէ բանի չենք միացրել։ Հարցում արեք կպատասխանեն ձեզ։ Չէ, օրինակ դուք մեղավորություն չեք զգում, որ ձեր պատճառով պետությունը այնքան միլիոններ է վճարում։ Դատարկ պարտություն։ Գիտեք, ընդհանուր առմամբ դատարանները Հայաստանում գնում են դեպի անկախացման եւ ես որևէ տնտեսվարող կամ որևէ պետական մարմին չի թելադրում դատարանը ինչ որոշում կայացնի եւ այո լինում են դեպքեր, երբ որ դատարանը կայացնում է որոշում ի օգուտ այն անձի, ով հայց է ներկայացրել կամ պատասխանող է եւ ոչ պետական մարմինն է եւ դա էլ նորմալ գործընթաց է ընդհանրապես քաղաքակիրթ երկրներում էլ պետական մարմինները պարտվում են եւ դա է երաշխիքը ժողովրդավար, իրավական, օրենքի գերակայություն ունեցող երկիր լինելու համար եւ եթե պարտվում ենք, դա իմ պատճառով չէ եւ նորից եմ կրկնում, ես ձեր հարցին պատասխանեցի, այո ազատել ենք եւ համարում ենք, որ ճիշտ ենք ազատել։ Հաջողություն։